Եվ այսօրվա խոսքը ավելի շատ ուսուցում կարող է լինել, քան պատգամ, որովհետև այսպես է կոչվում, ինչպես առաջնորդվել Սուրբ Հոգով։ Կարիք ունենք իմանալ, թե մենք արդեն բավական լավ գիտենք ինչպես առաջնորդվել։ Մենք կարիք ունենք առաջնորդվել Սուրբ Հոգով եւ կարիք ունենք իմանալ ինչպես առաջնորդվել Սուրբ Հոգով։ Եվ այս առումով 3 խոսքը կարդամ կողքի Հովաննես ավետարան 16:13-ում Հիսուսն ասաց. «Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու»։ Պատկերացնում եք ինչքան բան ունի մեր Տերը մեզ ասելու։ Բայց հիմա չեք կարող տանել, սակայն հաջորդ բառը ինչ է ասում։ Երբ, սակայն երբ, այս չի ասում եթե, երբ, այսինքն որոշված ժամանակ է Սուրբ Հոգու գալստյան համար, երբ նա գա, ճշմարտության հոգին գա, նա է, չէ, դա դերանուն է, նա անձ է, նա գալիս է, Սուրբ Հոգին, անձնավորություն է, ճշմարտության հոգին, երբ որ գա, ձեզ ինչ կանի, քույրեր եղբայրներ, կառաջնորդի մեզ, դեպի ուր կառաջնորդի, դեպի ամբողջ ճշմարտությունը, կառաջնորդի, դեպի ամբողջ ճշմարտությունը, նորից կառաջնորդի։ Հռոմեացիներին 8:14-ում էլ Պողոս առաքյալը գրեց. ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք են Աստծո որդիները։ Սա կարևոր է, ամեն մի խոսքը իրար լրացնում է, Սուրբ Հոգին եկավ, որ մեզ առաջնորդի, բայց մենք պետք է առաջնորդվենք, սա արդեն մեր պարտականությունն է։ Եվ երրորդը Նեհեմիայի 12 խոսքում Նեհեմիան աղոթքն արեց եւ ասաց. «Եվ ամպիսյունով առաջնորդեցիր նրանց», այսինքն խոսքը հրյաների մասներ անապատում, իսկ կրակի սյունով գիշերը, որ լուսավորեիր նրանց գնալու ճանապարհը, ուրեմն առաջնորդեցիր նրանց։ Երբ որ հրյաները դուրս եկան Եգիպտոսից, որտեղ հայտնվեցին իրենք, անապատում, երբևէ եղել եք անապատում, որ անապատներում եք եղել, օտար ամայի ճամփեքում, տարբեր անապատներում, իսկ երբևէ եղել է, որ ինչ-որ միտեղ կորեք դուք։ Հիմա դժվար է, չէ՞ մեկը կորի, շատ հեշտ են գտնում իրան, բայց փոքր ժամանակ ձեզ կորցնեն, կամ կորեք, երբ որ կորում ես, չես կարողանում կողնորոշվել, որտեղ ես, ուր ես գնում, ուր պիտի գնայիր, կողնորոշման կարողությունն ես կորցրել, հիմա պատկերացեք անապատ, նայում ես հորիզոնը ոչինչ չի երևում, սար չի երևում, գետ չի երևում, նայում ես աջուցախ, ամեն բան նույնն է, հատկապես եթե փոթորիկ է լինի անապատում, եւ այդ փոշին բարձրանա, արևն էլ չես տեսնի, որ իմանաս որտեղից դուրս եկավ, որտեղ մայր մտավ, հյուսիսը որտեղ է, հարավը որտեղ է, եւ նրանք շատ հեշտ կարող են մոլորվել անապատի մեջ։ Բայց ինչ է գրված, որ Աստված նրանց առաջնորդեց ամպի սյունով։ Իրականում հակասություն է, անապատն ու ամպը չի համադրվում իրար հետ, անապատը եւ ամպը։ Ամպը սովորաբար որտեղ է լինում, Վանաձորում է շատ լինում, չէ, որտեղ սարեր կան, խոնավություն կա, բայց ոչ անապատ։ Բայց սա Սուրբ Հոգու խորհրդանիշն էր, որ նա ցերեկը ամպով եւ գիշերը կրակի սյունով, որ լույս տար եւ ջերմություն տար, չէ, կրակը պաշտպանում է, կրակը լույս է տալիս, կրակը ջերմացնում է, իսկ ամպը ինչ է անում, հովացնում է, չէ, ամպը հովանի է լինում մեզ, հայերեն գեղեցիկ բառ ասում են ամպ հովանի, եւ ցերեկը ապահովում էր առաջնորդություն եւ գիշերն էր ապահովում առաջնորդություն, ուրեմն Հիսուսն ասաց Սուրբ Հոգին երբ որ գանա ձեզ կառաջնորդի, հիմա այս բառը եկեք հասկանանք, առաջնորդել բառը գալիս է առաջնորդ բառից, իսկ առաջնորդ բառը գալիս է առաջ բառից, այդպես է առաջ բառից, Սուրբ Հոգին մեզ հետ չի տանում, նա մեզ առաջ է տանում, նա մեզ օգնում է, որ մենք գտնենք ճիշտ ճանապարհը, ուղեկցում է մեզ, դա կարծես աստվածային այդ GPS-ի նման լինի, որ մեզ հուշի, մենք շատ անգամ կարող է քարտեզն ունենանք, բայց էլի չկողնորոշվենք, բայց երբ որ տալիս ես քո կոորդինատները, մեկ էլ մի ձայն ասում է հիմա աջ գնա, հիմա ձախ գնա, ճանապարհը քեզ անծանոթ է,
բայց ինքը քեզ տանում է հանձնարարված տեղը։ Քույրեր, եղբայրներ, Սուրբ Հոգին մեզ դեպի երկինք է առաջնորդում, դեպի Աստծո գիրկն է առաջնորդում, դեպի սրբություն է առաջնորդում, դեպի ներումն է առաջնորդում, դեպի աղոթքը եւ Սուրբ գիրքը եւ հոգեվոր կյանքն է առաջնորդվում։ Համաձայն եք, ամեն թե չամեն։ Հիմա շատ անգամ մենք մոլորվում ենք եւ չենք կողնորոշվում, որն է իմ ձայնը, որն է Սուրբ Հոգու ձայնը, որն է չարի ձայնը, մոլորվում ենք այդտեղ։ Եղել է երբևէ, որ ինչ-որ բաներ անեք եւ 100% վստահ լինեք, որ ճիշտ է, հետո պարզվի, որ սխալվել եք։ Եղել է թե չէ։ Բոլորիս հետ կարող է դա լինի։ Վստահ ենք, որ անգամ Աստծուց է այս բանը, բայց էլի սխալվել ենք։ Բաներ էլ կա, որ կարծես վախեցած ենք արել այդ ամեն ինչը, բայց զգացել ենք մի ուժ մեզ մղում է, որ դա անենք, հետո պարզվել է, որ ճիշտ ենք դուրս եկել։ Եվ Աստված է մեզ առաջնորդել այդ բանը անելու համար։ Հիմա առաջի մասում ուզում եմ ասեմ, ինչու է կարևոր Սուրբ Հոգով առաջնորդվելը։ Ինչու է կարևոր Սուրբ Հոգով առաջնորդվելը։ Մտածենք։ Բայց առաջին իմ պատասխանը հետևյալն է, որովհետև իրականությունը մեզ խաբում է, չէ՞։ Մեր իրականությունը խաբուսիկ է։ Աչքի երևույթը խաբուսիկ է, եթե իրականությունով շարժվես, երևույթով շարժվես, կխաբվես։ Ինչու է կարևոր առաջնորդվել Սուրբ Հոգով, որովհետև մեր սիրտն էլ խաբուսիկ է, մեզ խաբում է։ Երեմիայի մեջ 17:3-ում ասում է, չար է մարդու սիրտը եւ խաբուսիկ է, խաբեբա է, չէ իմ սիրտը տենց չի, ես լավ սիրտ ունեմ ես։ Քույրեր, եղբայրներ, Աստծո դիագնոզը բոլորի սրտերի համար մարկային սիրտը չար է եւ խաբեբա է մարկային սիրտը։ Կապ չունի ինչպիսին ես դու, ով ես դու, այդպիսին է մեր սիրտը։ Հակառակ դեպքում կարիք չէ լինի Աստված նոր սիրտ տար մեզ, չէ՞։ Կասեր դե լավ, ոչինչ, մի հատ վիրահատություն կանեմ, սիրտդ կսարքեմ, բայց նա ասաց ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ։ Նորից հարց, ինչու է կարևոր առաջնորդվելը Սուրբ Հոգով, որովհետև նույնիսկ լավ բաները միշտ չի, որ Աստծուց են։ Շատ անգամ ամենադժվար ընտրությունը լավի ու վատի մեջ չի, ամենադժվար ընտրությունը լավի ու լավագույնի մեջ է։ Եվ լավի մեջ է, որ չես հասկանում, հիմա այս լավը Աստծուց է, թե Աստծուց չի։ Այնպես լավ տարբերակ է, այնպես լավ հնարավորություն է, այնպես լավ տղա է։ Իրա ոտով եկել է հասել է մեր դուռը, ափսոս է իրան մերժեմ։ Լավն էլ է խաբուսիկ։ Ասում է, որ այդ պտուղը Եվային լավ երևաց, բայց ներսը մի հատ օձ կար, որ իրան խայթեց։ Հետո ինչու պետք է առաջնորդվեմ Սուրբ Հոգով, որովհետև միայն Սուրբ Հոգին գիտի ապագան։ Միայն Սուրբ Հոգին գիտի գալիք օրերը, դրա համար ես պետք է վստահեմ նրան։ Հիմա ուշադիր, Սուրբ Հոգով առաջնորդվելու 7 քայլ, ինչպես կարող ենք առաջնորդվել Սուրբ Հոգով։ Կարող եք գրել, կարող եք գնալ տանը նայել այս քարոզը, հետո գրել, բայց իմ կարծիքով սա կարևոր է։ Նախ առաջինը ում է Աստված առաջնորդում։ Ինչպիսին պետք է լինենք, որ Սուրբ Հոգին մեզ առաջնորդի։ Առաջինը ուզում եմ հետևյալն ասել. հեզ եւ հնազանդ սիրտ ունեցիր։ Հեզ եւ հնազանդ սիրտ ունեցիր։ Սուրբ Հոգին չի կարող հպարտներին եւ ամբարտավաններին առաջնորդել։ Եթե առաջնորդում է, ապա միայն մի բանի մեջ, ապաշխարության մեջ։ Իսկ եթե ապաշխարել ես, ուզում ես առաջնորդի քեզ, պետք է հեզ եւ հնազանդ սիրտ ունենա։ Սաղմոս 25:9 ասում է. հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ։ Տեսեք, ում է Աստված առաջնորդում հեզերին, ինչի մեջ իրավունքի մեջ։ Եվ իր ճանապարհը սովորեցնում է ում հեզերին։ Երկու անգամ կրկնվում է այս խոսքը։ Աստված հեզերին առաջնորդում է, Աստված հեզերին սովորեցնում է։ Ուրեմն ուզում ես, պետք է խոնարհվես Աստծո առաջ։ Սուրբ Հոգով առաջնորդվելը երբեմն մեր հպարտությանը հակառակ կարող է գնալ։ Համաձայն եք թե չէ։ Քո հպարտությունը կարող է արգելք հանդիսանալ, որ Սուրբ Հոգին քեզ չկարողանա առաջնորդել։ Օրինակ, ինչ որտեղ Սուրբ Հոգին քեզ կարող է առաջնորդի, ասի գնա եւ ներողություն խնդրի այս անձից,
բայց քո հպարտությունն ասում է կմեռնեմ, բայց չեմ խնդրի։ Կամ մեկին կարող առաջնորդի, որ գնա եւ ներիր այդ անձնավորությունը, չեմ ներիր։ Խնդիրը որն է, որ մենք այդպես ենք վարում, մեր հեզության պակասը, մեր հպարտությունը մեզ արգելք է, որ Սուրբ Հոգին մեզ առաջնորդի։ Ուրեմն Սուրբ Հոգին չի առաջնորդում անհնազանդներին եւ հպարտներին։ Մյուս առումով կարող ենք ասել, որ եթե միջև այդ բաները ասես Սուրբ Հոգին քեզ եւ չես արել, ապա չես ակնկալում, որ նորից պիտի ասի քեզ։ Գնա նախքին ասածները հələ արա, հետո նոր թույլ տուր, որ Սուրբ Հոգին քեզ նոր ձևով առաջնորդի։ Հիշում եք Դավիթը ամեն պատերազմի դուրս գալուց իր հեզությունը որն էր, որ նա չէր հենվում իր բանակի եւ զենքի վրա, իր ինքնավստահության վրա, նա կանչում էր մարգարեներին եւ ասում էր մի հատ Ուրիմն ու Թուրիմը բերեք, չէ՞։ Մի հատ բերեք այդ քարերը, մի հատ հարցում անենք Տիրոջը, քահանաներին աղոթքի կանգնեցրեք, մարգարեներին անհանգստացրեք, զարկեմ փղշտացներին թե չզարկեմ, գնամ պատերազմի թե չգնամ, այս բանն անեմ թե չանեմ։ Քույրեր եղբայրներ, սա է հեզությունը։ Երբ որ դու ոգևորվածությունդ մի կողմ ես թողում եւ ասում ես ես կսպասեմ, թող Սուրբ Հոգին հետս խոսի եւ ինձ առաջնորդի։ Բայց եթե դու ունես քո որոշումն արդեն, նշանակում է դու ինքդ ես քեզ առաջնորդում։ Դու ինքդ քեզ կմոլորեցնես։ Երկրորդը, եթե ուզում եք Սուրբ Հոգին ձեզ առաջնորդի, հետեւյալն է. զգայուն եղիր իր հանդեպ։ Զգայուն եղիր։ Հիմա սրա հակառակը զգայուն լինելու որն է? Անզգամն է։ Կարդացել եք Աստվածաշունչը անզգամների մասին, ոչ մի լավ բան չի ասում, ասում անզգամ իր սրտում ասեց Աստված չկա։ Ոչ թե ուղղակի ասեց Աստված ընդհանրապես չկա, Աստված իր կյանքում էլ չկա, իր սրտում էլ չկա։ Աստված չկա։ Ասում եմ մի անգամ մի անձնավորություն տեսա, որ իրանց հարևանի երեխան տուն է գալիս, ասում է որտեղից ես գալիս։ Ասում է եկեղեցուց եմ գալի, վայ, ասում է եկեղեցուց ես գալիս, հələ հավատում ես այդ հեքիաթներին դու, ասում է այ ես քեզ կոնֆետ կտամ, մի հատ կոնֆետ կտամ, որ դու ինձ ապացուցես, թե որտեղ կա Աստված։ Այդ երեխաները իրան չի կորցում, ասում է ես քեզ երկու կոնֆետ կտամ, որ ես քեզ կապացուցեմ, թե որ դու ինձ ապացուցես, թե որտեղ չկա Աստված, Աստված ամենուր է կա։ Գլուխը սկսես քորել, հետո այդ երեխան ասես, բայց ես քեզ կապացուցեմ որտեղ Աստված չկա, ասես որտեղ չկա, ասես սրտիդ մեջ եւ ուղեղիդ մեջ Աստված չկա, գլուխը դատարկ է։ Անզգամ ասես Աստված չկա, եթե դու անզգամ ես, Եբրայեցիների մեջ էլ Աստծո խոսքն ասում է, չէ՞, որ Եբրայեցիներին 3:7-ն ասում է դրա համար Սուրբ Հոգին, ասում է եթե այսօր ձեզ հետ խոսա, ձեր սրտերը մի խստացրեք, անզգամ մի դարձիր, նա կարող է խոսալ ինչ-որ մեկի միջոցով, եղանակի միջոցով, քրոջ միջոցով, մեքենայի միջոցով անգամ, էշի միջոցով էլ ավանակի միջոցով։ Հիշում եք Բաղամի պատմությունը, երբ որ ավանակը տեսել էր վտանգը, չէր գնում, ծեծում էր, եւ վերջ-վերջո պատմության մեջ առաջին անգամ ավանակը մարգային լեզվով խոսեց։ Ավանակը տեսավ, մարգարեն կուրացավ։ Աստված խոսում է մեզ հետ, Սուրբ Հոգին խոսում է, պետք է զգայուն լինել նրա ձայնին, որովհետև Սուրբ Հոգին չի գոռում, Սուրբ Հոգին կարա շշնջա, մեղմ ձևով։ Հիշում եք Եղիայի պատմության մեջ փոթորիկ, քամի, կրակ, երկրաշարժ, բայց ասում է Տերը դրանց մեջ չէր, մեկ էլ մի մեղմ զեփյուռ փչեց, քամի, եւ Տերը խոսեց։ Աստված երբեմն մեղ միջավայրի մեջ է խոսում մեզ հետ եւ մեր սրտերի հետ եւ մեզ հեզություն է պետք եւ զգայուն սիրտ է պետք։ Մեղքը խլացնում է Սուրբ Հոգու ձայնը, համաձայն եք։ Մեղքը խլացնում է այդ մեղմ ձայնը մեր ներսում։ Եփեսացիներին 4 գլխի մեջ առաքյալն ասում է 30 խոսքում ասում է մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն։ Եթե մեկը տրտում է, ինչպես է երևում, որ մեկը տրտմած է։ Դեմքից է երևում, հետո տրտմածը ինչպես է լինում ինքը սովորաբար։ Պարտադիր չի բարկացած լինի, բայց կարող է տրտմած լինի։ Երբ որ դու տրտմում ես, շատախոսում ես, թե քչախոսում ես։ Ես օրինակ քչախոսում եմ։ Կա մեկը որ տարօրինակ, որ ինքը տրտմած ժամանակ ավելի շատ է սկսում խոսել։
Մեկը կարող փնփնթա։ Բայց երբ որ դու տրտմած ես, վշտացած ես, չես ուզում խոսես, խոսելդ չի գալիս։ Ասում եմ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Եվ շարունակության մեջ ասում եմ, ինչպես ենք տրտմեցնում Սուրբ Հոգուն։ Նայեք ինչ ասում, շարունակությունը ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ եւ հայոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Համաձայնեք, վերանա մեզանից, ինձանից, Վազգեն եղբորից։ Հոդից համաձայնեք, վերանա բոլորիցս, համաձայնեք թե չէ։ Ոչ թե ուղղակի դե լավ, հələ պետք է գա բարկությունը, Աստծո խոսքն ասում է թող վերանա։ Ինչու՞։ Որովհետև դա ինչ է անում Սուրբ Հոգուն, տրտմեցնում է, նա վշտանում է։ Երբ որ դու դառնացած ես, ոչ թե ուղղակի տխրած ես, որ ինքը տխրում է դրանից, այլ դառնությունը սա ուրիշ վիճակ է։ Մենք կարող ենք տխրել, բայց չդառնանալ։ Կարող ենք անգամ մի պահ վշտանալ, բայց չդառնանալ, անցնել դրա միջով։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, նայեք զարգացումները մի հատ, սկզբից դա դառնություն է։ Քեզ ինչ-որ մեկը դառնացրել է։ Հետո դա չի մնում որպես այդպեսին։ Եթե դու դրա հարցերը չլուծես, ինչ է դառնում։ Բարկություն է դառնում։ Երբ որ բարկանում ես, հետո որտեղից է դա երևում, որ օրգանն է ավելի շատ սկսում ներգրավել դրա մեջ, սիրտդ, սրտմտությունը, գիտեք ինչ է նշանակում, սրտի մեջ ինչ անել, մտածել, մտմտալ։ Մտածելը մենակ մտածելը չի, մտմտալը այսինքն մտքի վրա միտք ավելացնել, մտքի վրա միտք ավելացնել։ Հետո սրտմտությունը տենց չի մնում է, ինքը դրսևորվում է ինչ ձև աղաղակ, հետո հայոյություն, եւ հայոյությունը պարտադիր չի որ փողոցային բառ լինի։ Լսել եք գրական հայոյանքները, շատ հայկական, ժողովրդական, գրական։ Հայոյության նպատակը մարդուն ստորացնելն է, չէ, ծաղրելն է, ցածրացնելը։ Ամեն հայոյություն թող վերանա ամբողջ չարությամբ հանդերձ։ Հիմա սա Սուրբ Հոգուն տրտմեցնելու եւ լռեցնելու վատ ձևն է։ Հիմա իսկ կարող ենք, եթե կարող է ինչ-որ մեկը տրտմեցնել Սուրբ Հոգուն, իսկ կարող ենք ուրախացնել Սուրբ Հոգուն։ Հիմա տեսեք ինչ հետարքիր է ստացվում, Սուրբ Հոգին եկել է որ մեզ ինչ անի, մխիթարի, այդպես է Հիսուսն ասաց։ Երբ է մխիթարում մեզ, երբ որ մենք սուքի մեջ ենք, տրտմած ենք, մեզ մխիթարում է։ Իսկ եթե մխիթարի չէ, տխուր է։ Ով պետք է մեզ մխիթարի։ Սուրբ Հոգու պտուղներից մեկը ինչ է կոչվում ուրախություն։ Իսկ եթե ինքը տրտմած է, այդ պտուղը ինչպես պիտի գործի մեր կյանքի մեջ։ Հիմա սա փոխադարձ հարաբերություն է, հիշում եք ասած առաքյալը, Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինի։ Այսինքն նա եկել է, որ մենք իր հետ հաղորդակցվենք եւ ինքը մեր հետ հաղորդակցվի։ Հիմա, եթե կարող ենք Սուրբ Հոգուն տրտմեցնել, կարող ենք Սուրբ Հոգուն ուրախացնել։ Այո, եւ երբ որ Սուրբ Հոգուն ուրախացնում ենք, երբ որ դու ուրախ ես, դա երևում է քո դեմքին, չէ՞։ Հետո սկսում ես ուրախ խոսալ։ Հիմա եկեք հաջորդ խոսքը նայենք, երբ է Սուրբ Հոգուն ուրախանում։ Կարդացեք մի հատ։ Շատ տխուր կարդացեք։ Շատ տխուր եք այսօր։ Միմյանց հետ քաղցրել։ Այո, դե շկապ ունի Սուրբ Հոգու հետ։ Չեմ կարող սրա հետ քաղցել լինեմ։ Չկա Աստծո համար ավելի մեծ ուրախություն, քան երբ որ ինքը տեսնում է, որ իր զավակները իր հետ լավ են։ Կան ծնողներ այստեղ, ծնողներ։ Այսօր իմիջիալոց նաև հայրերի օրհն է, ուզում եմ շնորհավորել բոլոր հայրերին։ Աստված օրհնի բոլոր հայրերին։ Մի հատ հայր գտի, եթե կողքդ հայր կա նստած, շնորհավորի իրան։ Այո, բոլոր հայրերին։ Եվ կարող ենք մեր հայր Աստծուն շնորհավորել, իր տոնն էլ է։ Շատ բարի։ Հիմա հոր համար, մոր համար, ծնողի համար, ասեք ինձ ծնողներ, կա արդյոք ավելի մեծ ուրախություն, քան երբ որ իր ծնողը տեսնում է իր զավակներին հաշտ, քաղցրության մեջ, իրար ներող, երբ որ համերաշխ են տեսնում իրար, զավակներ,
զավակներին, ծնողը կարա առանց վշտի հեռանա այս աշխարհից, որ մի կարևոր տեղ հասցրեց իր երեխեքին, որ միմյանց հետ քաղցր եղեք, երբ որ սկսում ես քաղցր լինել, Սուրբ Հոգին ուրախանում է, երբ որ ուրախանում է, սկսում է խոսել, հետո ասում է գթած միմյանց ներելով, այս միմյանցը շատ լավ է, որտեղ ոմանք կարող է կարդան ասեն ներելով, սաղին պիտի ներեմ, միմյանց, այսինքն դու էլ պիտի ներվես, դու էլ ես սխալական, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով մեզ ներեց, հիմա գաղտնիք ասեմ, հենց սկսում ես ներել, Աստծո ձայնը վերականգնվում է մեջդ, Սուրբ Հոգու առաջնորդությունը վերականգնում է, դառնում ես ավելի զգայուն, կան այստեղ մարդիկ, ովքեր ներում են փորձառել իրանց կյանքի մեջ, ինչ զգացողությունը հաջորդել ներմանը, թեթևություն, խաղաղություն, ուրախություն, հաշտություն, սեր, բա միթե դրանք Սուրբ Հոգու պտուղը չէ, Սուրբ Հոգին է սկսում գործել մեր մեջ և առաջնորդել դեպի այդ կարևոր հատկանիշները, ուրեմն զգայուն եղիր, անզգամի եղիր, Սուրբ Հոգին տարբեր ձևերով քեզ կարող է հուշել, ախր դու սխալ ճանապարհի վրա ես, մի արա, մի գնա, մի որոշումներ կայացրու, շատ շտապ, փորձի ինձ լսել, այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի խստացրեք, երրորդ բան, ուրեմն առաջինը որն էր, հեզ և հնազանդ եղիր, համաձայն ենք, դե ինչ ասենք, ստիպված, չէ, ուզած ձևով, կամովին, երկրորդը զգայուն եղիր, երրորդը ճանաչիր Աստծո խոսքը, եթե ուզում ես Սուրբ Հոգին քեզ առաջնորդի, ճանաչիր Աստծո խոսքը, Սուրբ Հոգին չի խոսա Աստծո խոսքին հակառակ բաներ, չի լինի երբեք այդպիսի բան, նա է այս գրքի հեղինակը, ամեն, Աստծո մարգարեները Սուրբ Հոգուց շարժված մարգարեացան, սա գրվեց Սուրբ Հոգով, հետևաբար նա իրեն երբեք չի հակասի, ուրեմն ճանաչիր Աստծո խոսքը, մարդ կար, որ մի անգամ օրինակ իմ մոտ կիսվեց, ասեց, Սուրբ Հոգին ինձ առաջնորդում է, որ ես գնամ ու կնոջից ես բաժանվեմ, հատուկ ինչ-որ մեղք չէր գործը, յոլա չեն գնում իրար հետ, ասում եղբայր ջան, գոնե ազնիվ եղի, ասա չեմ սիրում, ինչ ես գցում Սուրբ Հոգու վրա պարտադիր, չէ պիտի հոգևորացնի ինքը, բայց Սուրբ Հոգին գրեց, որ այն ինչ որ մարդը միացրեց, Աստված միացրեց, թող մարդը չբաժանի, նա չի կարող իր գրածին հակառակ լինել, կամ էլի մեկ այլ անձնավորությունից եմ լսել, Սուրբ Հոգին ինձ ասել է այլ եկեղեցի չգնամ, ուզում եմ բացեմ գիրքը, թափ տամ, տեսնեմ որտեղ է գրված, հակառակն եմ տեսնում, չէ, Սուրբ Հոգին հորդորում է մեկտեղ հավաքվելը, չթողնենք, մենք ուրիշ քույր էլ իմ մոտ ասած, ասում է, ես ժամերով կարող եմ աղոթել, բայց Հոգին չի առաջնորդվում, որ ես գիրք կարդամ, չեմ զգում, չեմ առաջնորդվում, ներողություն, բայց Սուրբ Հոգին է մեզ առաջնորդվում, որ գիրք կարդանք, մեր մեջ սեր ա դնում գրքի հանդեպ, բա ուրիշ որտեղ էլ պիտի առաջնորդի, եթե ոչ Սուրբ գիրքը, ուրեմն ճանաչիր Աստծո խոսքը, որ զանազանես արդյոք, սա Սուրբ Հոգուց ես առաջնորդությունը հիմա, թե ես մոլորված եմ, թե իմ ներքին ձայներն են, որ ինձ մոլորեցնում են, չորրորդը, ինչպես առաջնորդվել Սուրբ Հոգով, պիտի աղոթես, ասեմ, պարզ բաներ ասում Վազգեն եղբայր, այո, շատ պարզ բաներ եմ ուզում ասել, պիտի աղոթես, որտեղ ճշմարտությունը պարզ է, աղոթես ոչ միայն խոսալու համար, գնաս աղոթես ու խոսաս, այլև լսես, լսել եք աղոթքի մասին, որը նաև լուռ աղոթք է, չէ, լռությունը ամենամեծ դեֆիցիտն է այսօր աշխարհի մեջ, լռությունը կորցրել է աշխարհը, իսկ եղել է երբևէ, որ լռության մեջ անցկացնեք աղոթքի ժամանակ, լուռ, մի հատ այդպիսի նկար կար, շատ տպավորվեց իմ մեջ, մեկ իր աղոթքի ցուցակով երկար աղոթքա բերել Աստծո առաջ, ես եմ ուզում, այն եմ ուզում, այն եմ ուզում, ոգևորված աղոթում եմ, եկել Հիսուսը հետևից գալիս է ուսը թմթմփացնում է, ասում եմ մի խանգարի աղոթում եմ, մարդ այնքան է տարված իր աղոթքի մեջ իր կարիքներով, որ Աստված ասում է, ես էլ ունեմ բան ասելու քեզ,
Հետ եղել է որ գնանք հանդիպման զրուցելու, հետո այդ զրույցը մենախոսության վերածվի։ Մարդը դիմացը նստած մենակ ինքն է խոսում, քեզ հերթ չի տալիս։ Դա չեղավ երկխոսություն։ Իսկ աղոթքը նաև Աստծուն լսելն է։ Հետևաբար պետք է աղոթես, որ լսես, աղոթքի մեջ լինես, մտնես Տիրոջ խորքերը, դուռը քո հետևից փակես, աղմուկը անջատես, որ մի հատ ասես, մի հատ թողեք լսեմ Սուրբ Հոգին ինչ է ասում, թողեք գնամ Աստծո ներկայության մեջ։ 5-րդը, եթե ուզում եք լսեք Սուրբ Հոգու ձայնը, սպասիր ժամանակի ընթացքում հաստատումներին։ Կարիք կա դրան սպասելու, չէ՞, սպասիր, որ այն ինչ որ լսեցիր ու զգացիր, վկայություններով դրանք հաստատվեն։ Շատ կարևոր է սա։ Սա մի բան է, որ շատերս չունենք այս հատկությունը սպասելու, նկատել եք, զուրկ ենք, անհամբեր ենք, հիմա ենք ուզում, բայց եթե ուզում ես Սուրբ Հոգին քեզ առաջնորդի, պետք է սպասող սիրտ ունենաս, համբերատար լինես։ Միշտ չի որ նա քեզ շտապեցնում է, երբեմն կարա ասի սպասիր։ Ուրեմն Սուրբ Հոգու առաջնորդությունը պետք է հաստատվի, ինչպես խոսքով, հանգամանքներով եւ ուրիշների միջոցով, այլ վկաների միջոցով։ Երկրորդ Կորինթացիներին 13:1-ում Պողոս առաքյալը գրեց. 2 կամ 3 վկաների բերանով ամեն բան կհաստատվի։ Սպասիր հաստատության։ Գուցե մեջդ արդեն առել ես, ուրախ ես, ոգևորված ես, բայց սպասիր, մի շտապիր։ Տեր, կլինի ինձ նաև հուշես, նշան տաս, ինչ որ մեկի միջոցով։ Գուցե եւ կիրակի օրը գամ, ինչքան է եղել, ինձ հետ է եղել այդպես։ Աղոթքով եկել եմ, խնդրանքով եկել եմ, մեկ էլ մի հատ խոսք են ինձ տվել դռների մոտ, բացել եմ ու լրիվ իմ կարիքն է եղել։ Պատասխանս ստացել եմ։ Եղել է ձեզ հետ թե չէ։ Գուցե ինչ-որ բան եմ որոշել, մեկ եկել եմ, բացել եմ գրածը, մի շտապիր։ Դե շնորհակալ եմ քեզ, այս խաչակնքվում եմ եւ ապաշխարում եմ։ Գուցե հապաղում ես եւ խոսք է գրված, որ շտապիր ապաշխարել։ Ամեն դեպքում պետք է սպասենք եւ առիթ տանք, որ Աստված հաստատի իր խոսքը նշաններով եւ վկայություններով։ Օրինակ, երբ որ Պողոս առաքյալին Տերը կանչեց, հիշում եք այդ դեպքը, չէ, անձամբ կանչեց, բայց այդ կանչը հաստատվեց մի աշակերտի միջոցով, ում անունն էր Անանիա։ Այդ վկայությունը տրվեց նաև Անանիային, չէ։ Հակառակ դեպքում Պողոսը ինքնակոչ կարող է լիներ, բայց պետք է հաստատվեր դա։ Մարդիկ պետք է դա ճանաչեին, Աստծո մարդիկ։ 6-րդը, եթե ուզում ես Սուրբ Հոգով առաջնորդվել, եւ սա մի քիչ ռիսկային է, բայց առանց դրա չի լինի։ Քայլիր հավատքով, ոչ թե զգացմունքներով։ Դու պետք է քայլես հավատքով եւ ոչ թե զգացմունքներով։ Այլ տարբերակ չկա, որովհետև Սուրբ Հոգին քեզ բաներ կասի, որը տրամաբանությանը, իրականությանը, երևույթին, զգացմունքներին կարող է լրիվ հակառակ լինել, քո նախասիրություններին կարող է հակառակ լինել, քո սպասելիքներին կարող է հակառակ լինել, քո տրամաբանությանը հակառակ լինել։ Պողոս առաքյալը ասում է, մենք Քրիստոսի խենթերն ենք, աշխարհի համար հիմարություն է մեր ասում քարոզած ավետարանը, բայց հավատացողի համար Աստծո զորությունն է։ Մենք պետք է կարողանանք քայլել հավատքով։ Երկրորդ Կորինթացիներին 5:7-ն ասում է, որովհետև հավատքով ենք ընթանում եւ ոչ թե երևույթով, ոչ թե տեսածով։ Ինչու՞, որովհետև մեր աչքի տեսածը, մեր երևույթը ինչ է։ Աչքը կարող է մեզ խաբել։ Ձեր աչքը ձեզ խաբել է թե չէ։ Ձեր առաջի տպավորությունը հետ եղել է խաբուսիկ։ Մի վստահեք ձեր աչքին։ Հավատքով պետք է քայլես եւ ոչ թե աչքի տեսածով։ Եվ Սուրբ Հոգին կարող է բաներ ասի, որ հավատ պահանջի քեզանից։ Երևույթը կարող է հակառակ խոսի դրան, բայց Սուրբ Հոգին ասի, արի։ Հիշում եք Հիսուսը Պետրոսին ասեց, ես եմ, դուրս արի նավակից, եւ նա դուրս եկավ։ Երևույթը հակառակն էր ասում։ Նյուտոնի օրենքը լրիվ հակառակն էր ասում, ձգողականության օրենքը, բայց Սուրբ Հոգին առաջնորդեց, որ նա գնա այդ քայլին։ Մեր կյանքի մեջ էլ քայլեր կան, որ պիտի անենք ու Սուրբ Հոգով պիտի անենք։ Երբեմն դա կարող է անտրամաբանական լինի, որքան անտրամաբանական։
բայց որքան կարևոր է, երբ որ դու հնազանդվես։ Եվ վերջի 7-րդը, եթե ուզում ես առաջնորդվել, ինչպես առաջնորդվեմ, դու պետք է մշտական հաղորդակցության մեջ լինես Սուրբ Հոգու հետ։ Երկրորդ Կորինթացիներին 13:13 եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ, նայեք, ձեզ բոլորից նա ում հետ է ուզում շփվել, հովիվների մենակ, առաքյալների, աստվածաբանական ավարտածների, ընդհակառակը իրանց հետ ավելի դժվար է Սուրբ Հոգու համար շփվելը։ Բոլորի հետ է նա ուզում շփվի։ Քուրես եղբայրս, դու որ դալիճում նստած ես, վերջի շարքում թե առաջին, ինչ կարծիք էլ ունենաս քո մասին, հին ապաշխարած ես, թե նոր մեղավոր ես, թե նորադարձ ես, Սուրբ Հոգին ուզում է քեզ հետ հաղորդակցվել։ Եվ դու պետք է առիթ տաս նրան, որ նա հաղորդակցվի։ Ունեցիր մշտական հաղորդակցություն, աղոթքի մեջ, ընթերցանության մեջ։ Երբ որ դու մեկի հետ հաղորդակցվում ես, ինչ է տեղ ունենում քո մեջ, ճանաչողություն է գալիս։ Դու սկսում ես ճանաչել, առաջինը ճանաչում ես հաղորդակցության ամենաակնառու միջոցը ձայնն է, այդպես է, ձայնն է։ Միշտ չի, որ օրինակ կարող է մխիթար եղբայրը մի հատ, Արմեն եղբայրը ինձ միշտ զանգում է մի հատ ուրիշ համարից, որ տենց է չեմ ֆիքսում։ Հետո վերցնում եմ, ասում եմ, «Էսով է», ամեն անգամ այդպես եմ ասում։ Հետո վերցնում եմ, «Ալո, դե Արմեն եղբոր ձայնն է»։ Հա Արմեն ջան, դու ես։ Իր ձայնից համարը չեմ ճանաչում, բայց իր ձայնից ճանաչվում է ինքը։ Իրան չեմ տեսնում, իր պատկերը իմ առջև չկա, ֆիզիկապես չեմ զգում, բայց ձայնը ճանաչում եմ։ Երբ որ մենք Աստծո հետ հաղորդակցվենք, Սուրբ Հոգու հետ մտերմություն ունենանք, իր ձայնը կզանազանենք։ Հա։ Մթության մեջ էլ, եթե լսենք, կիմանանք, որ սա ում ձայնն է։ Գուցե անծանոթ ձայն լինի։ Հիսուսն ասաց, իմ գառները, իմ ձայնը ճանաչում են։ Իսկ օտարի ձայնը չեն ճանաչում եւ չեն գնում նրա հետևից։ Նայեք, ձայն ու հետևից գնալը կապված է։ Ուրեմն Սուրբ Հոգին ինչպես է առաջնորդում, երբեմն կարող է խոսի մեզ հետ ձայնով, ներքին ձայնով, ուժեղ մղումը զգաս քո ներսում, անդիմադրելի մի ուժը զգաս, որ քո ուժերից էլ վերը քնում ես այդ մտքով, արթնանում ես այդ մտքով, զարթուցիչի նման հնչում է ուղեղիդ մեջ, որ տես այդ բանը չարեցիր, շտապիր, դու պիտի անես այդ գործը։ Եվ դա կարող է հենց Սուրբ Հոգու ձայնը լինել։ Հիշում եք Հիսուսն ասաց, երբ որ նա գա կհամոզի։ Կարդացել եք այդպես։ Մի թարգմանության մեջ գրած է կհամոզի, միտեղ գրված է կհանդիմանի, բայց միտեղ գրված է կհամոզի մեղքի համար։ Կհամոզի, որ դու իրոք այդ վիճակի մեջ ես։ Հեճեղելա, որ մեկին մի բանում համոզես, դա հարատև, երկարատև, համառ գործողություն է։ Իսկ դու պետք է Սուրբ Հոգուն այդ առիթը տաս, որ նա քեզ համոզի։ Իսկ եթե նա համոզի, էլ ոչ ոք հակառակը քեզ չի կարող համոզել։ Ուզում եմ վերջում նաև օրինակներ բերել։ Ես ասացի այսօր ուսուցում է ավելի քան թե քարոզ։ Մի քանի անձնավորություններ ինչ խորհուրդ կտան մեզ, եթե իրանցից հարցնենք, օրինակ Հիսուս Քրիստոսից հարցնենք։ Հարցնենք. Տեր Հիսուս, դու ո՞նց էիր առաջնորդվում Սուրբ Հոգով։ Առաջնորդվում էր Հիսուսը թե չէ։ Կարիք ուներ առաջնորդվելու, ուներ։ Եվ առանց Սուրբ Հոգու ոչինչ չարեց։ Մինչև Սուրբ Հոգին չիջավ իր վրա, ավետարանը չքարոզեց, չէ։ Դա իր առաջի քայլն էր։ Ղուկաս ավետարան 4 գլխի առաջի խոսքում ասում է. Հիսուսը Սուրբ Հոգով լցված, եսեք նայեք այդ տերմինները, սրանք համ աստվածաբանական, համ գործնական տերմին են։ Սկզբից Սուրբ Հոգին իջավ իր վրա, չէ։ Հետո Հիսուսը լցվեց Սուրբ Հոգով։ Լցված, ինչպիսին է Սուրբ Հոգով լցված հավատացյալը։ Զորացած, ուրախ, սիրող, չէ, օծված մեկը, որ իսկապես ուրիշ մարդ է ինքը։ Իսկ կան մարդիկ, ովքեր լցված են, բայց Սուրբ Հոգով լցված չեն, ուրիշ բաներով են լցված։ Լցված նախանձով, լցված իրանք իրանցով։ Տեսել եք տենց մարդ, որ իրանով է լցված։ Բերանը բացում է, ինչ խոսում է, իրանից է խոսում։ Այնքան հիացած է իրանով։ Այնքան հիացած է։
Ուրեմն Հիսուսը Սուրբ Հոգով լցվեց։ Իսկ տեսել եք մեկին, որ դևերով է լցված։ Դևերն են իրան կառավարում եւ իրան առաջնորդում։ Հիմա Հիսուսը Սուրբ Հոգով լցված Հորդանանից, ոչ թե Հորդանան պետությունից ու թագավորությունից, այլ գետից վերադարձավ, նայեք ամեն մի խոսքը եւ հոգով անապատ առաջնորդվեց։ Նայեք որտեղից որտեղ մի ծայրահեղ տեղից որտեղ շատ ջրեր կային, գնաց այնտեղ որտեղ ջուր չկար, որտեղ չորություն էր, որտեղ մեկուսի վայր էր։ Քույրեր, եղբայրներ, իհարկե Սուրբ Հոգին մեզ չի առաջնորդի, որ եկեղեցի չգնանք, բայց Սուրբ Հոգին կարող է առաջնորդի, որ դու ինչ որ ժամանակ առանձնանաս Տիրոջ հետ, չէ՞։ Նա գնաց անապատ փորձվելու համար։ Սուրբ Հոգին տարավ նրան այնտեղ, դևերը չտարան, Սուրբ Հոգին առաջնորդեց փորձության վայրը, նաև հաղթանակի վայրը։ Եվ Հիսուսը հետևյալը կասի, ուզում ես Սուրբ Հոգով առաջնորդվել, նայեք առաջի հատվածին, լցվիր Սուրբ Հոգով, կառաջնորդվես Սուրբ Հոգով։ Սա Հիսուսի բանաձևն է։ Լավ է, ճիշտ է, գործում է թե չէ։ Լցվիր ու կառաջնորդվես։ Ինչով լցվես, դրանով կառաջնորդվես։ Նախանձով լցվես, նախանձով կառաջնորդվես։ Բարկությամբ լցվես, բարկությամբ կառաջնորդվես։ Սուրբ Հոգով լցվես, ուրիշ բանով չես առաջնորդվի։ Սա Հիսուսի խորհուրդն է մեզ։ Անապատը հեշտ վայր չի։ Չէ՞։ Երբ որ մարդ իրանով է լցված, ուզում է այստեղ գնա, որտեղ լավ է անցնում իրան, որտեղ իրան հարգում են, որտեղ սեղան են գցում իր առաջ, պատիվ են տալիս իրան, հյուրանոց կա, կոնդիցիոներ կա, հարմարություն կա, բայց Սուրբ Հոգու առաջնորդությունը միշտ չի, որ այդպիսի տեղեր կտանի։ Երբեմն տեղեր կտանի, որտեղ մեր եսը չուզենա գնա, որտեղ մեր մարմինը չուզենա գնա, ավետարանչության մեջ չուզենա գնա, աղոթքի մեջ, բայց Հիսուսն ասաց հոգին հոժար է, մարմինը տկար։ Սուրբ Հոգին երբեմն մեզ տանում է փորձությունների միջով, ոչ թե որ մեզ թուլացնի, այլ մեզ ամրացնի եւ զորացնի։ Որտեղ այս պատմությունը ինչպես է վերջանում, եւ ասում է Հիսուսը հոգով զորացած դուրս եկավ անապատից, հոգով լցված եւ հոգով զորացած։ Երկրորդ անձը կուզենամ այսօր հարցնենք Փիլիպոսն է։ Փիլիպոս, դու ինչպես առաջնորդվեցիր Սուրբ Հոգով։ Հիշում եք Փիլիպոսին։ Ով էր Փիլիպոսը։ Գործք առաքելոցում ասում է, չէ, Սուրբ Հոգով լցված մարդ էր, սարկավագ էր եւ ավետարանի չէր ինքը նաեւ։ Գործք 8:26-ում Փիլիպոսը մեզ էս խորհուրդ է կտա, ասում է, եթե ուզում ես Սուրբ Հոգով առաջնորդվես, դու պիտի ճիշտ պահին ճիշտ վայրում լինես, որ Սուրբ Հոգով առաջնորդվես։ Գործք 8:26 ասում է, Տիրոջ հրեշտակ, ուշադիր ամեն դետալին։ Տիրոջ հրեշտակը Փիլիպոսին ասաց. Քույրեր, եղբայրներ, հավատում եք հրեշտակների գոյությանը։ Հավատում եք, որ հրեշտակները կարան նաև մեզ հետ խոսան, մենակ չեն երգում, խոսում են մեկ-մեկ հրեշտակները։ Միշտ չի, որ զանազանել ենք, բայց երկնքում հետո այդ կասետը կդնենք, հետ կտան, կնայենք մեր կյանքի կասետը ու կտեսնենք մեր կյանքում ինչքան հրեշտակների այցելություններ ենք ունեցել ու կապշենք, իրոք կապշենք։ Խոսքս հիշեք, ես էլ ազապիս լինում երկնքում կնայենք։ Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպոսի հետ։ Տեր, կլինի քո հրեշտակները շուշուտ մեր հետ խոսեն։ Որտեւ եթե հրեշտակները չխոսեն, մեր դևերը կխոսեն, մեր դևերը խոսեն, լավ բան չի լինի մեզ հետ, չէ՞։ Կպչուն մտքեր է գալիս, բայց որ հրեշտակները խոսում են։ Ինչ խոսած։ Վեր կաց։ Վեր կաց, այդ տղա, վեր կաց։ Ինչ արա։ Նայեք ժամն էլ ասում։ Կեսորի մոտ ճիշտ ժամին, ճիշտ տեղ։ Գնա Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Մենք գնացել ենք այդ ճանապարհով, դա ահավոր ճանապարհ է, որովհետև ուղիղ իջնում է ներքև։ Երուսաղեմը վերևում է, Գազան ներքևում է, եւ գնա այդտեղ։ Լսել եք Գազայի մասին, չէ՞։ Այսօր նորություններում Գազայի մասին շատ են խոսում։ Հիմա հրեշտակը մեզ քավլից տես բան չի ասի գնա Գազա, բայց Փիլիպոսին ասաց. Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Եվ այն ինչ է
անապատ է։ Գնամ ինչ անեմ այնտեղ։ Փիլիպոսը չի վիճաբանում։ Փիլիպոսը չի տրամաբանում։ Փիլիպոսը հնազանդվում է, որտեղ Սուրբ Հոգին խոսում է, հտարով է սկսում, հեզերի հետ, հնազանդների հետ։ Եվ ինչ տեղի ունեցավ։ 8:29 նայենք հիմա, նույն գլխի մեջ։ Հետո տեսնում ենք ով խոսած, Հոգին Փիլիպոսին ասաց։ Մինչև այդ ով էր, հրեշտակը։ Նախ հələ հրեշտակներին մի հատ լսի, հետո Հոգին կխոսի քեզից։ Երբ որ հրեշտակների ասածը անես, առաջնորդածը անես, Հոգին կառաջնորդի։ Հոգին Փիլիպոսին ասաց. առաջացիր եւ այդ կարգին մոտեցի։ Մի հատ կարգ էր գնում այդտեղով։ Հոգին ասաց գնա վազիր կարգի դեմը կտրիր։ Դա ով էր, Եթովպիայի վարչապետն էր գնում Պադավատով։ Պատկի ասում գնաց փողոցը փագեց, տարօրինակ մի բան արեց։ Սուրբ Հոգի երբեմն նման բաներ կասի, որ տրամաբանությանը չի համապատասխանում։ Ես կուզենամ այս փորձառությամբ կիսվեմ, շատ տարիներ առաջ էր, ոչ ամուսնացած էի, ոչ մեքենա ունեի, երիտասարդական ծառայությունից դուրս եկա, որ կամ տուն։ Նստեցի ավտոբուս, դատարկ ավտոբուս էր, դատարկ, ես էլ նստեցի պատուհանի մոտ եւ հաջորդ կանգառին մի աղջիկ բարձրացավ ավտոբուս, դատարկ ավտոբուս էր, բայց եկավ թարսի նման, որտեղ նստեց, կողքս նստեց։ Դե լավ, նստեց իմ կողքը, ես էլ դուրս գալու տեղ չունեմ, որտեղ պատուհանի մոտ եմ նստած եւ գնում ենք։ Եվ ճանապարհին թարսի պես շակերտավոր Սուրբ Հոգին խոսեց։ Եվ որն էր նրա ասածը։ Թարսի պես ասք իմ տրամաբանության հակառակ։ Ասում են շուռ արի այդ աղջկան, ասա որ Հիսուսը իրան սիրում է։ Տեր Աստված, տատիկ լիներ, սիրով կանեմ այդ բանը։ Պապիկ լիներ, էլի կանեմ, տարիքով կին լիներ, էլի կանեմ, բայց աղջիկ ախր, դու էլ տեսնում ես տրամաբանական չի։ Եվ պատկերացեք ես քանակերից պետքա գնամ Հալաբյան փողոց, երկար ճանապարհ է։ Սուրբ Հոգին ինչ է անում, համոզում է մարդուն, չէ՞։ Եվ համոզում է ամեն կանգառ, ես սպասում եմ այս աղջիկը շուտով պիտի դուրս գա, որ ազատեմ իմ անձ, ասեմ, տես չհասցրեցի։ Հետո սպասում եմ, որ ես իմ կանգառը մոտենա, ասեմ, էլի չհասցրեցի, բայց որքան մոտենում է իմ կանգառը, քրտինքը ավելի թեժ է դառնում, ներքին պայքարները, եւ հետո բայց ասում եմ, բայց ինչա քեզանից գնում, ասա էլի։ Եվ մի կերպ սպասեցի, որ կանգառս մոտենա, ասեմ ու փախնեմ այդտեղից։ Իմ հաշվարկները ես ունեի։ Երբ որ մի կանգառ էր մնացել, որ ես պետքա դուրս գայի, շրջվեցի այդ աղջկան, ասի քույրիկ, Հիսուսն ինձ ասում է, որ ես քեզ ասեմ, որ ինքը ես չէ, ինքն է, ինքը քեզ սիրում է, այդ ինքն է ինձ ասում, որ ես քեզ ասեմ։ Ինքս ես նայեց շաշ, կներես ինչ, բան չհասկացա, մի հատ նորից ասա։ Շունչ քաշեցի, ասի, Հիսուսը քեզ սիրում է, ուզում է թողե դուրս գա այդտեղից։ Եկե տեսա լացեց, արտասվեց։ Ասես դու չգիտես այս խոսքերը ինչքան կարևոր են ինձ համար։ Ես տարիներ եմ սպասել այս խոսքին, ասացի այսինքն ու պատմեց իր պատմությունը։ Ու իմ կանգառը մոռացա ես այդտեղ չի չայել այդտեղ։ Ասում եմ դե հիմա լսի իմ պատմությունը։ Ես տարիներ առաջ Նարդոս փողոցի վրա մի հատ եկեղեցի էի գնում։ Տատիկիս հետ էի։ Հետո մի ծառայող, մի սխալ արեցի, մի հատ ծառայող եկավ, ասեց, «Էլի եկեղեցի չգաս, որտեվ Հիսուսը քեզ չի սիրում»։ Եվ ասում եմ, ես խռովեցի, ես էլ դադարեցի եկեղեցի գնալ, եւ որոշեցել չեմ գնալուս իմաստը որն է, եթե Հիսուսը ինձ չի սիրում։ Եվ ասում եմ, հիմա դու, որ ինձ ընդհանրապես չես ճանաչում, շուռ ես գալիս ու ասում ես Հիսուսն է քեզ ասել, որ դու ինձ ասես, որ ինձ սիրում է։ Եվ գիտեք ինչ եղավ, ես իր հեռախոսը վերցրեցի, որ ճշտեմ այն ժամանակ բջջային էլ չկար։ Ես զանգեցի Կիրակի օրը, հետո բարի լուր տվեց, ասեց տարիներ անց առաջին անգամ գնացի եկեղեցի, շնորհակալ եմ այդ հանդիպման համար։ Երբեմն անտրամաբանական բաներ կարող է ասի Սուրբ Հոգին, չէ՞, բայց կարևոր բաներ, արդյունքն է տրամաբանական հետո լինում, հոգևոր տրամաբանությամբ։ Ուրեմն Փիլիպոսը կասի հետևյալը. ուզում ես Սուրբ Հոգով առաջնորդվել, պետք է ճիշտ ժամանակին
ճիշտ տեղում լինես։ Քուրեր եղբայրներ լավ բան ասեմ, դուք հիմա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք եւ ճիշտ մարդու կողքն ես դու նստած։ Մի բան է մնացել մեզ անելու, գիտեք ինչը, ճիշտ գործն անենք։ Իսկ որն է ճիշտ գործը, դուք հիմա ճիշտ գործ եք անում, Աստծո խոսք եք լսում։ Դուք գիտեք դա լա գործ։ Եվ գնալու եք նաև ճիշտ գործն անեք, որ Սուրբ Հոգին առաջնորդի։ Հոգու ձայնով առաջնորդված, ինչ արեց Փիլիպոսը, մկրտեց Եթովպիայի վարչապետին։ Եվ դուք գիտեք, որ այսօր Աֆրիկայում ընդամենը մեկ քրիստոնեական երկիր կա, ընդամենը մեկ։ Եվ կռահեք, որ երկիրն է Եթովպիա։ Եվ ում միջոցով, որտեղ մի Փիլիպոս հնազանդվեց Սուրբ Հոգու ձայնին, առաջնորդվեց Սուրբ Հոգով մի ամբողջ ազգ։ Ես սիրում եմ եթովպացի քրիստոնյաներին, երբ որ տեսնում եմ իրանց անկեղծ հավատքը, նվիրումը, աֆրիկյան այդ պայմանների մեջ ինչպես են պաշտում Տիրոջը, նայում եմ եւ ասում եմ, այս ամեն ինչը նաեւ Փիլիպոսի վարձքն է, որտեղ մի մարդ հնազանդվեց Աստծո ձայնին։ Գուցե քո միջոցով մի ամբողջ երկիր չէ, բայց մի գյուղ դարձի կա, մի ընտանիք փրկվի, Տեր, ուզում եմ հնազանդվել քո ձայնին, սովորեցրու ինձ լսել քո ձայնը։ Եվ եւս մի անձնավորություն, Պողոս առաքյալ, նա հնազանդվեց ոչ միայն Սուրբ Հոգու հորդորներին, այլև արգելքներին էլ։ Եթե Պողոսը այստեղ լինել եւ ասենք մի խորհուրդ տոր Պողոս առաքյալ, մենք ոնց վարվենք, Պողոս իր փորձից կասի եւ գիտեք ինչ կասի, հնազանդվիր նաեւ Սուրբ Հոգու արգելքներին, որ առաջնորդվես։ Սուրբ Հոգին ոչ միայն խրախուսում է ինչ-որ բան անել, այլև խրախուսում է ինչ-որ բաներ չանել։ Ոչ միայն ասում է գնա, այլև երբեմն կարող է ասել մի գնա։ Ոչ միայն կարող է թույլ տալ, երբեմն կարող է արգելել։ Համաձայն եք։ Գործք առաքելոց 16-րդ գլուխ 6-րդ խոսքից հետևյալն է գրված։ Ասում է եւ շրջեցին Փրյուգիայում ու Գաղատացների երկրում արգելվելով Սուրբ Հոգուց, որ Ասիայում Աստծո խոսքը չքարոզեն։ Լավ նպատակ էր, գնացել էին Աստծո խոսք քարոզեն, բայց Սուրբ Հոգին արգելեց։ Մենք էլ կարիք ունենք մեր հարաբերությունների մեջ, աշխատավայրում, գործնական կյանքում, անձնական կյանքում տեղ տալ, որ Սուրբ Հոգին բաներ կա արգելի, համաձայն եք։ Արգելի սխալ գործարքների մեջ գնալուց, արգելի սխալ մարդկանց հետ շփվելուց, կարող է արգելել։ Արգելել սխալ գործ անելուց կամ չանելուց, որ թույլ չտա, որ մենք դա անենք։ Եվ Պողոս առաքյալը ինչ է գրում իր փորձառությունից, ասում է, երբ Մյուսեի սահմանները եկան, ջանում էին դեպի Բյութանա գնալ, բայց Հիսուսի հոգին նրանց թույլ չտվեց։ Նայեք, արգելեց, հետո թույլ չտվեց։ Ինչպես է սա լինում։ Երբ որ դու մեկին իրավունք ես տալիս, դու կարող ես հարցնել, ասես Սուրբ Հոգի, ինձ իրավունք տալիս ես, որ այս գործն անեմ, թե չէ։ Ինձ թույլ տալիս ես, որ այս բանն անեմ, թե չէ։ Եվ նա քեզ կարող է ասել։ Մենք կարիք ունենք դրա այս հարաբերությունների։ Եվ հետո ինչ եղավ։ Եվ ասում է, բայց Հիսուսի հոգին թույլ չտվեց, եւ Մյուսիայով անցնելով իջան Տրովադա, պետքա կոնկրետ այս վայրում լիներ, որ Պողոս այս տեսիլքը ստանար։ Եվ գրված է, գիշերը Պողոսին տեսիլք երևաց։ Ահա թե որն էր գործը, Պողոս պետքա Եվրոպա գնար եւ Մակեդոնիա տաներ ավետարանը։ Հոգին դռներ փակեց, որ ճիշտ դռներ բացի։ Դրա համար երբ որ Սուրբ Հոգին քո առաջ դուռ է փակում, մի գնա ջարդիր այդ դուռը, այս սպասիր այն բաց դռնին, որ Աստված քեզ ցույց կտա։ Եվ ամենավերջինը, մի ծերունի անձնավորություն կանչենք այստեղ խորհուրդ տա մեզ։ Ինչպես առաջնորդվել, ինչ եղավ իր կյանքի մեջ, ոնց եղավ։ Իր անունն էր Սիմեոն, ծերունի Սիմեոնը։ Ինքը կպատմի, կասի մի օր ես տանը նստած էի, զգացի, լսեցի Սուրբ Հոգու ձայնը։ Ղուկաս ավետարան 2-րդ գլխի 27 խոսքում է գրված։ Գրված է եւ հոգով առաջնորդվելով Սիմոնը տաճար եկավ։ Սուրբ Հոգին նրան չտարավ գինետուն, ռեստորան, ուրիշ վայրեր, տարավ տաճար։ Ինչ կար տաճարում։ Նա Հիսուսին հանդիպեց տաճարի մեջ։
Սուրբ Հոգին էլ մեզ առաջնորդում է դեպի տաճարը, չէ, դեպի Աստծո ներկայության վայրը, որ Հիսուսին հանդիպենք։ Սուրբ Հոգու ամենամեծ գործը քույրեր եղբայրներ գիտեք ո՞րն է, որ մեզ հանդիպեցնի Հիսուսին։ Իսկ Հիսուսի ամենամեծ գործը գիտեք ո՞րն է, դրանով չի վերջանում պատմությունը, որ մեզ հանդիպեցնի Հորը։ Հիսուսն ասաց, ես եմ ճանապարհը, Հիսուսը վերջնակետը չի, բայց ուր է տանում այդ ճանապարհը, դեպի Հայր։ Նրանք են Աստծո որդիները, որոնք Աստծո հոգով են առաջնորդվում։ Այդ ուր է տանում, այդ արջևում ինչ կա, նա տանում է երկինք Աստծո ներկայության մեջ։